Հեսան խորանի մոտ նամակ կարդաց և ամեն ինչից հրաժարվեց, գրվածը կյանքեր փոխեց։ Վերնագիրը չափազանց հզոր է մի քանի ռազմավարական տարրերի շնորհիվ։ Լարվածության սցենար խորանը հարսանիքի ամենահրապարակային և անշրջելի պահն է, այնտեղ տեղի ունեցողից հրաժարվելն ունի առավելագույն ազդեցություն։ Գաղտնիքի թեման նամակը անմիջապես հետաքրքրություն է առաջացնում։ Ով է այն ուղարկել, ինչ է պարունակում, ինչու հիմա։ Արմատական քայլ։ Տրված ամեն ինչով նշանակում է անդառնալի որոշում, որը հակասում է բոլոր հասարակական սպասումներին։ Ազդեցության խոստում։ Կյանքեր փոխեց։ Հոգնակի արտահայտությունը ենթադրում է, որ այն ազդել է ոչ միայն կուսակցության, այլև մի քանի մարդկանց վրա։ Ռազմավարական երկիմաստություն։ Այն չի բացահայտում, թե փոփոխությունը դրական էր, թե բացասական, այդպիսով պահպանելով լիակատար անորոշություն։ Ես երբեք չէի մտածի, որ ես կլինեմ այդ մարդը։ Գիտեք այն մարդուն, որի մասին բոլորը տարիներ շարունակ խոսում են։ Պատմություն, որը դառնում է քաղաքային լեգենդ։ Այն մարդը, ով սա արեց նրա հարսանիքին։ Այո, ճիշտ է։ Այդ տղան ես եմ։ Եվ գիտեմ, որ դու այստեղ ես, որովհետև ուզում ես իմանալ, թե ինչ էր գրված այդ նամակում։ Նամակը բարձրաձայն կարդացի խորանի մոտ, 200 մարդու առջև, 15 րոպե առաջ, նախքան ես կասեի այո։ Նամակը, որը ստիպեց ինձ հրաժարվել ամեն ինչից։ Նամակը, որը փոխեց ոչ միայն իմ կյանքը, այլև այդ եկեղեցու առնվազն 6 մարդկանց կյանքը։ Բայց նախքան ձեզ պատմելը, թե ինչի մասին է խոսքը, դուք պետք է հասկանաք համատեքստը, որովհետև դուք ինձ դատելու եք առանց համատեքստի։ Դուք կմտածեք, որ ես խելագար եմ, տաքարյուն և դաժան։ Եվ գուցե ես այդ ամենից մի փոքր եմ, բայց ես նաև այն մարդկանցից եմ, ովքեր կյանքիս ամենադժվար որոշումը կայացրել են հնարավոր ամենահրապարակային պահին։ Ուրեմն տուր ինձ այս հնարավորությունը։ Լսեք ինձ մինչև վերջ։ Եվ հետո դու որոշում ես, արդյոք այլ կերպ կանեիր, եթե իմ տեղը ինեիր։ Իմ անունը Ռաֆայել է։ Ես 32 տարեկան եմ։ Ես աշխատում եմ որպես ճարտարապետ Կուրիտիբայի մեծ գրասենյակում։ Սովորական կյանք, նորմալ ընտանիք, նորմալ սպասումներ։ Ես Մելիսային հանդիպեցի 5 տարի առաջ, մեր ընդհանուր ընկերոջ հարսանիքին։ Իրոնիկ է, այնպես չէ։ Մենք հանդիպեցինք հարսանիքի ժամանակ և նրանք գրեթե փչացրին մեր սեփական հարսանիքը։ Բայց այդ օրը 5 տարի առաջ ամեն ինչ կատարյալ էր թվում։ Նա շլացուցիչ տեսք ուներ ներկված մուգ կապույտ զգեստով, արձակված գանգուր մազերով և ժպիտով, որը լուսավորում էր ամբողջ սենյակը։ Ես ձանձրացած նստած էի մենախաղի սեղանի մոտ, մտածելով, թե որքան ժամանակ պետք է մնամ, մինչև հեռանամ առանց անքաղաքավարի թվալու։ Մինչև նա նստեց իմ կողքին։ Մենք սկսեցինք խոսել։ Մենք ծիծաղում ենք նույն կատակների վրա։ Մենք քննադատեցինք նույն վատ երկացուցակը, որը DJ-ն նվագել էր։ Եվ երբ երեկոն ավարտվեց, ես ունեի նրա համարը և զգացի, որ ինչ-որ կարևոր բան էր սկսվել։ Առաջին մի քանի տարիները լարված էին։ Մարդիկ, որոնց հետ դուք անցկացնում եք ամեն շաբաթավերջ։ Ճանապարհորդեք ամենուր, պարզապես մոտան։ Ես նրա ընկերուհին էի։ Մենք մի քանի ամիս է բաժանված ենք, բայց ես չեմ կարող լռել, իմանալով այն, ինչ գիտեմ։ Աշխարհը սկսեց ավելի ու ավելի դանդաղ պտտվել։ Ինչ տեսակի բան։ Չեմ կարող հեռախոսով խոսել։ Կարող եք հանդիպել ինձ հետ։ Այսօր։ Գիտեմ, որ վերջին րոպեն է, բայց սա չի կարող սպասել մինչև հարսանիքից հետո։ Իմ ամեն մի մասը գոռում էր, որ չպետք է հեռանամ։ Հավանաբար, որևէ նեղացած նախկին ընկեր փորձում է խեմխիրներ ստեղծել։ Հարսանիքից 2 օր առաջ դրա համար հարմար չէր։ Բայց ես գնացի։ Մենք հանդիպեցինք մի սրճարանում քաղաքի կենտրոնից հեռու։ Կարոլինան մոտ 35 տարեկան կին էր, կարճ մազերով և հոգնած տեսքով։ Նա սուրճ պատվիրեց և խոսելուց առաջ մի քիչ խառնեց բաժակը։ Մելիսան և ես շատ մտերիմ էինք, մենք հանդիպեցինք թերապևտիկ խմբում մոտ 4 տարի առաջ։ Ես դա չգիտեի։ Մելիսան երբեք չի խոսել խմբային թերապիայի գնալու մասին։ Մենք երկուսն էլ ունենք նմանատիպ խնդիրներ։ Հարաբերություններում, ինքնասաբոտաժի հետ, լքվածության վախից։ Նա կանգ առավ և նայեց ինձ։ Մելիսան անհավանական անձնավորություն է, բայց նա մեծ բեռ է կրում իր ուսերին, և երբ ամեն ինչ չափազանց լավ է դառնում, չափազանց իրական, նա խուճապի է մատնվում։ Ինձ դուր չէր գալիս, թե ուր էին գնում բաները։ Ինչ ես փորձում ինձ ասել։ Կարոլինան խորը շունչ քաշեց։ 3 շաբաթ առաջ Մելիսան սկսեց հանդիպել իր նախկին ընկերոջ, Գաբրիելի հետ։ Քեզանից առաջ եղածի հետ։ Հողը անհետացավ ոտքերիս տակից։
Ինչպես գիտես սա։ Նա զանգահարեց ինձ, ամիսներ շարունակ ինձ հետ չխոսելուց հետո հուսահատված զանգահարեց ինձ ասելով, որ սարսափելի բան է արել։ Որ չգիտի, թե ինչու է դա արել։ Որ սիրում է քեզ, բայց ինքն իրեն է սաբոտաժի ենթարկում։ Ես չէի կարողանում նորմալ շնչել։ Նրանք սիրավեպ ունեն։ Նա ասաց, որ նրանք մի քանի անգամ հանդիպել են, որ շատ են խոսել։ Որ եղել է Ֆիզիկական շփում։ Նա զգույշ էր իր խոսքերի հետ, բայց նրա իմաստը պարզ էր։ Եվ դու դեռ ամուսնանալու ես ինձ հետ։ Այսքանից հետո նա սարսափելի վախեցած է։ Նա ասաց, որ բաժանվել է նրանից, որ դա սխալ էր, որ դա այլևս չի կրկնվի։ Բայց Ռաֆայել, ես չէի կարող իմանալ դրա մասին եւ չէի կարող թույլ տալ քեզ մտնել այդ եկեղեցի առանց քո իմացության։ Ես նստած էի այդ սրճարանում եւ ինձ թվում էր, թե ամբողջ աշխարհս փլուզվում է։ Կինը, որին ես կարծում էի, թե ճանաչում եմ։ Կինը, որի հետ ես 2 օրից ամուսնանալու էի։ Նա դավաճանեց ինձ։ Եվ ամենավատն այն էր, որ նա ուզում էր թաքցնել դա ինձնից։ Նա թույլ տվեց ինձ քվեարկել, չիմանալով ճշմարտությունը։ Ես շնորհակալություն հայտնեցի Կարոլինային։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես կարողացա խոսել։ Ես այնտեղից հեռացա ավտոմատ ռեժիմով։ Ես ժամերով աննպատակ վարում էի, մինչև որ կանգ առա այգու դատարկ կայանատեղիում։ Եվ այնտեղ, մեքենայում մենակ, ես լաց եղա։ Ես զայրացած լաց եղա։ Հիասթափություն։ Նա սգում էր իր պատկերացրած ապագան։ Երբ վերջապես ինձ հավաքեցի, վերցրի բջջային հեռախոսս։ Ես 17 հաղորդագրություն ստացա Մելիսայից։ Սիրելիս, որտեղ ես։ Ամեն ինչ կարգին է։ Ես անհանգստացած եմ։ Խնդրում եմ պատասխանեք։ Ես նայեցի այդ հաղորդագրությունները եւ զզվանք զգացի։ Զզվելի ստեր։ Սուտ խոսելու մասին, քանի որ նա որքան հեշտությամբ պահպանեց շոուն։ Բայց ես չպատասխանեցի, որովհետև ես ստիպված էի մտածել։ Ես պետք է որոշեի, թե ինչ անեմ։ Ես կարող էի հենց հիմա զանգահարել քեզ, դիմակայելու համար, չեղարկել հարսանիքը։ Դա կլիներ ամենաակնհայտ բանը, որ կարելի էր անել։ Նա սպասում էր լավագույնին, բայց իմ մի մասը ուզում էր հասկանալ։ Ես ուզում էի դա լսել նրա սեփական բերանից։ Ես ուզում էի նայել նրա աչքերի մեջ եւ տեսնել, թե արդյոք նրա մեջ իսկական զղջում կա։ Այդ ժամանակ ես որոշեցի։ Ես կթույլատրեի, որ հարսանիքը տեղի ունենար։ Ես կհասնեի եկեղեցի։ Իմ առջև զոհասեղան չկա։ Եվ այնտեղ, բոլորի աչքի առաջ, ես ուզում էի նրան հնարավորություն տալ անկեղծ լինելու։ Ես այդ երեկո ուշ տուն հասա։ Մելիսան իր սեփական բնակարանում էր։ Ես իմում։ Ավանդույթ էր, որ վերջին գիշերը առանձին անցկացրինք։ Նա ինձ զանգահարեց։ Սպասիր։ Ես վարվեցի այնպես, կարծես ամեն ինչ նորմալ էր։ Նա ասաց, որ աշխատանքի վայրում խնդիր ունի, այն լուծվել է եւ ամեն ինչ լավ է։ Նա հավատում էր դրան։ Կամ նա ձևացնում էր, թե հավատում է դրան։ Նա ասաց, որ սիրում է ինձ։ Նա անհամբեր սպասում էր նրան տեսնելուն խորանի մոտ։ Սա կլինի ձեր կյանքի ամենաերջանիկ օրը։ Ամեն բառը հարվածի պես էր։ Բայց ես հավատարիմ մնացի ծրագրին։ Հաջորդ օրը, հարսանիքի օրը, ես արթնացա տարօրինակ պարզությամբ։ Ես չէի նյարդային։ Ես անհանգիստ։ Այդպես չէր, թույլ տվեք բացատրեմ։ Եվ ամենավատը, շարունակեցի ես, ավելի բարձր, այն է, որ դու թույլ տվեցիր ինձ գնալ այս խորանի մոտ առանց իմ իմացության։ Դու թույլ տվեցիր, որ ես սրբազան երթումներ անեմ, մինչդեռ դու դա գաղտնի էիր պահում ինձնից։ Եվ ես պետք է իմանամ, Մելիսա, բոլոր նրանց առջև ովքեր եկել են այստեղ մեր սերը նշելու։ Ինչու։ Եկեղեցին լիակատար լռություն էր տիրում։ 200 մարդ շունչները պահած մնաց։ Մելիսան ծնկի իջավ, նրա սպիտակ զգեստը ցրվեց մարմարե հատակին։ Ես վախեցած էի, ես իսկապես վախեցած էի, որ սա չափազանց իրական էր, որ ես դրան արժանի չէի, որ դու կպարզեիր, թե ով եմ ես իրականում եւ կթողնեիր ինձ, այնպես որ ես խափանեցի դա, նախքան դու կհասցնեիր ինձ վնասել։ Բառերը դուրս եկան լացերի միջից։ Ես բաժանվեցի նրանից, ես ինքս ինձ երդվեցի, որ այլևս երբեք դա չեմ անի, որ դա սարսափելի սխալ էր, որ ես կանցկացնեմ կյանքիս մնացած մասը մեղքերը քավելով, ես կլինեի լավագույն կինը, ես կսիրեի քեզ այնպես, ինչպես դու արժանի ես։
Բայց դու ուզում էիր սա անել ճշմարտությունը թաքցնելով ինձնից, ասացի ես, ձայնս առաջին անգամ դողալով։ Ես վախենում էի, որ կկորցնեմ քեզ, եւ հիմա միևնույն է կորցրել եմ քեզ։ Նա պառկած էր գետնին, ամբողջովին կոտրված։ Եվ իմ մի մասը ուզում էր գրկել նրան։ Ես ուզում էի ասել, որ մենք կարող ենք հաղթահարել սա։ Բայց ավելի մեծ խումբը, այն խումբը, որը դեռ արժանապատվություն ուներ, գիտեր թե ինչ անել։ Ես չեմ կարող այսօր ամուսնանել քեզ հետ, Մելիսա, այսպես չէ, ստի վրա հիմնված չէ։ Նա գոռաց. Մաքուր ցավի ճիչ։ Մայրը վազեց դեպի խորանը եւ գրկեց դուստերը։ Նա ատելությամբ նայեց ինձ։ Չէիր կարող սա անել գախնի, պետք էր այսպես նվաստացնեիր իմ դուստերը։ Եվ սա էր հարցը, այնպես չէ, ինչու այսպես արեցի։ Բոլորի աչքի առաջ ես կարող էի ավելի վաղ չեղարկել, նա կարող էր ինձ խնայել այս հրապարակային նվաստացումից։ Բայց ես նաև նայեցի այդ կնոջը եւ ասացի. Քո դուստրը ուզում էր ինձ հավերժական սիրո երթում տալ հիմնվելով ստի վրա, նույն մարդկանց առջև։ Ես պարզապես ճշմարտությունը լույս աշխարհ բերեցի, նույն տեղում, որտեղ ստը կնքված էր։ Ես դիմեցի հյուրերին։ Կներես, որ այսքան հեռու ես հասել, կներես ժամանակի, փողի եւ էներգիայի վատնման համար, բայց ես չեմ կարող այսպես ամուսնություն սկսել։ Դա պարզապես չի ստացվի։ Եվ հետո ես արեցի վերջին բանը, որ պետք է անեի։ Վերջին անգամ նայեցի Մելիսային։ Հուսով եմ դու կգտնես բուժում այն բանի համար, ինչի համար ինքդ քեզ խաթարում ես։ Հուսով եմ կսովորես հավատալ, որ արժանի ես լավ բաների։ Բայց ես չեմ կարող քեզ հետ լինել այս ճանապարհորդության ընթացքում, ոչ էլ դրանից հետո։ Ես հանեցի ամուսնական մատանին, որը նախորդ գիշերվանից մատիս վրա էր։ Ես այն դրեցի զոհասեղանի վրա։ Եվ ես հեռացա։ Ես քայլեցի եկեղեցու կենտրոնական միջանցքով։ Հյուրերը նայում են ինձ զարմացած, կարեկցանքով եւ շփոթված։ Ոմանք լաց էին լինում։ Մյուսները շշնջում են։ Հայրս փորձեց ինձ զսպել, երբ անցնում էի նրա կողքով, բայց ես պարզապես գլուխս տապ տվեցի։ Ես ստիպված էի դուրս գալ այնտեղից։ Ես ստիպված էի շունչ քաշել։ Ես հասա եկեղեցու դրանը։ Արևի լույսը մի պահ կուրացրեց ինձ։ Եվ երբ աչքերս հարմարվեցին, ես տեսա դա։ Փողոցի մյուս կողմում, մեքենային հենված, մարդ, որին ես ճանաչեի նկարներից։ Գաբրիել, նախկին ընկերը։ Նա այնտեղ էր, դիտարկում։ Մեր հայացքները հանդիպեցին։ Եվ այդ պահին ես հասկացա մի բան, որը նախկինում չէի հասկացել։ Նա նույնպես եկել էր ճշմարտության համար։ Նա նույնպես պետք է տեսներ դա։ Նա անցավ փողոցը։ Նա եկավ դեպի ինձ։ Ես պետք է զայրացած լինեի։ Ես շատ կցանկանայի քեզ հարվածել, բայց ես միայն խորը հոգնածություն զգացի։ Ասեցիր, հարցրեց նա մոտենալով։ Ոչ։ Նրա ընկերներից մեկն ինձ ասաց։ Նա գլուխը թափթվեց։ Նա երեք զանգահարեց ինձ։ Ասաց, որ ասել է քեզ, որ դու չեղարկում ես հարսանիքը։ Ես այստեղ եկա։ Չգիտեմ ինչու, որ տեսնեմ ճիշտ է թե ոչ։ Դա սուտ էր։ Նա քեզ էլ ստեց։ Ահա մենք երկու տղամարդ, որոնք սիրում էին նույն կնոջը, միավորված նույն խաբեությամբ։ Նա առաջել է սա արել, հանկարծ ասաց նա, ինձ հետ, երբ մենք հանդիպում էինք, երբ ամեն ինչ չափազանց լուրջ էր դառնում, նա միշտ գտնում էր միջոց ամեն ինչ փչացնելու համար։ Սա օրինաչափություն է։ Ինչու համաձայնեցիր հանդիպել նրա հետ, այս ամենը իմանալով։ Նա դառը ժպիտով լցվեց, որովհետև իմ մի մասը դեռ հույս ուներ, որ նա փոխվել է, որ այս անգամ ամեն ինչ այլ կլինի։ Բայց երբ նա եկավ ինձ մոտ, ես պետք է ասեի նրան, որ ինքը զբաղվի իր խնդիրներով, ես պետք է պաշտպանեի քեզ։ Քո պարտականությունը չէ ինձ պաշտպանելը։ Գիտեմ, բայց ես կիսեցի մեկ այլ մարդու ցավը, եւ դա ինձ նույնքան մեղավոր է դարձնում, որքան նա։ Չգիտեմ ինչու, բայց դա ինչ-որ բան նշանակում էր։ Դա է ճանաչումը։ Այդ պատասխանատվությունը։ Ինչ ես անելու հիմա, հարցրեց նա։ Չգիտեմ։ Գնա տուն, փորձիր այս ամենը հասկանալ։ Իսկ նա պետք է ապաքինվի։ Եվ ես անկեղծորեն հույս ունեմ, որ նա դա կանի։ Գաբրիելը ձեռքը մեկնեց։
Շատ եմ ներողություն խնդրում ընկեր, ամեն ինչի համար։ Ես սեղմեցի նրա ձեռքը։ Ապա նա հեռացավ։ Ես այնտեղ մի փոքր ավելի երկար մնացի, լսելով եկեղեցում տիրող խառնաշփոթը։ Բարձրաձայն ճիչեր, լաց, խառնաշփոթ։ Այսպիսով ես նստեցի մեքենաս եւ հեռացա։ Հաջորդ մի քանի օրերն անցան մշուշոտ։ Ծնողներս փորձեցին խոսել ինձ հետ։ Ընկերները զանգահարեցին եւ հաղորդագրություններ ուղարկեցին։ Պատմությունը ակնհայտորեն տարածվել է։ Այն դարձավ զրույցի թեմա։ Այն տղան, ով չեղյալ հայտարարեց իր սեփական հարսանիքը խորանի մոտ նամակ կարդալուց հետո։ Ոմանք ինձ վախքոտ էին անվանում։ Նրանք ասացին, որ ես պետք է սա անձամբ լուծեի։ Մյուսները ինձ հերոս էին անվանում։ Նրանք ասացին, որ ես ունեմ համարձակություն անելու ճիշտ բանը նույնիսկ ամենադժվար ժամանակներում։ Ես ոչ մեկը, ոչ էլ մյուսը չզգացի։ Ես ինձ ուժասպառ զգացի։ Մելիսան փորձեց խոսել ինձ հետ։ Հեռախոսազանգեր, հաղորդագրություններ, նա նույնիսկ մեկ անգամ հայտնվեց իմ շենքում։ Բայց ես պատրաստ չէի։ Ես չգիտեի երբևէ այնտեղ կլինեմ, թե ոչ։ 3 շաբաթ անց ես նրանից հաղորդագրություն ստացա։ Այս անգամ ես կարդացի այն։ Ռաֆայել, չեմ սպասում, որ դու ներես ինձ։ Չեմ սպասում, որ դու ուզենաս տեսնել ինձ կամ խոսել ինձ հետ։ Բայց դու պետք է իմանաս, որ ես ինտենսիվ թերապիայի մեջ եմ եղել։ Շաբաթը 2 անգամ։ Վերջապես ստիպված եմ դիմակայել այն բաներին, որոնցից փախչել եմ ամբողջ կյանքումս։ Դու ճիշտ էիր։ Ես պետք է բուժվեմ։ Եվ ես կբուժվեմ։ Դու չես հասկանում։ Ոչ թե քեզ հետ նվաճելու համար, այլ ինձ համար, որովհետև ես չեմ ուզում իմ կյանքի մնացած։ Ներկա, ավելի անկեղծ ինքն իր հետ։ Ուրախ եմ լսել դա։ Իսկ դու նորից սկսել եք հանդիպել։ Ես շփտացի։ Ես մեկին ճանաչում եմ։ Տանդախ, առանց շտապելու, բայց լավ էր։ Հիանալի է, Ռաֆայել։ Դու արժանի ես դրան։ Մենք մի փոքր ավելի երկար խոսեցինք։ Եվ երբ նա հեռացավ, ես պարզապես մտածում էի։ Մտածել այն մասին, թե որքան տարօրինակ է կյանքը։ Ինչպես մեկ ակնթարթը կարող է ամեն ինչ փոխել։ Ինչպես բարձրաձայն կարդացված նամակը կարող է կործանել ապագան եւ միաժամանակ փրկել երկու մարդու։ Որովհետեւ եթե ես այդ օրը ամուսնանայի Մելիսայի հետ, մենք դժբախտ կլինեինք։ Այն մեղքից զգացում է կրում, ես անվստահություն եմ տածում։ Կյանք կառուցելով չակի վրա, որը միայն մեծանալու է։ Նամակը ոչինչ չփչացրեց։ Նամակը բացահայտում էր այն, ինչ արդեն ոչնչացվել էր։ Եվ դա նրանց երկուսին էլ հնարավորություն տվեց վերակառուցվելու։ Առանձնացված։ Այսօր, 2 տարի անց, կարող եմ ասել, որ դա իմ կյանքի լավագույն որոշումն էր։ Դա հեշտ չէր։ Գեղեցիկ չէր։ Դա հաճելի չէր։ Բայց նա անկեղծ էր։ Եվ վերջի վերջո, ազնվությունը միակ հիմքն է, որի վրա կարելի է կառուցել ինչ-որ երկարատև բան։ Ես ամուսնացա։ Ակնհայտ է, որ ոչ Մելիսայի հետ, բայց այն կնոջ հետ, որի հետ սկսեցի հանդիպել այդ օրվանից մի քանի ամիս անց։ Այնտեղ, գրականության պրոֆեսոր, հանգիստ, անկեղծ, պարզ, ով չի վախենում հակամարտություններից, ով չի փախչում, երբ իրերը իրականություն են դառնում։ Մեր հարսանիքը փոքր էր։ Միայն մտերիմ ընտանիքը եւ մտերիմ ընկերները։ Գյուղական պանդոկում։ Եկեղեցի չկա, արտադրություն չկա։ Դա պարզապես մենք ենք, մարդիկ, որոնց սիրում ենք, եւ երթումներ, որոնց տվել ենք լիակատար ազնվությամբ։ Մելիսան նույնպես լավ է։ Ամեն դեպքում դա է, ինչ ինձ ասում են։ Նա ինչ-որ մեկի հետ է հանդիպում։ Նա դեռ թերապիայի մեջ է։ Նա շարունակում է աշխատել երեխաների հետ։ Եվ ես երկրպագում եմ նրան։ Դա է ճշմարտությունը։ Որովհետև ցավը պարտադիր չէ, որ վերածվի ատելության։ Դավաճանությունը պարտադիր չէ, որ վրեժխնդրության վերածվի։ Երբեմն մարդիկ մեզ ցավ են պատճառում։ Ոչ թե որովհետև վատն են, այլ որովհետև մեզ ցավ են պատճառել։ Եվ երբ մենք սա տեսնենք, ավելի հեշտ կլինի ներել։ Մի մոռացեք։ Բայց ներիր ինձ։ Եվ շարունակեք առաջ։ Եթե հասել եք մինչև այս պահին,
Շնորհակալություն։ Շնորհակալ եմ իմ պատմությունը լսելու համար։ Առանց դատողությունների։ Կամ գուցե դու ինձ դատում էիր։ Դա խնդիր չէ։ Ես դժվար որոշում կայացրի։ Հանրային ընտրություն։ Ընտրություն, որը շատերին կվնասի։ Բայց դա ինձ համար ճիշտ ընտրությունն էր։ Եվ եթե դուք նմանատիպ բանի միջով եք անցնում, եթե գտել եք սուտ, դավաճանություն, ճեղք այն բանում, ինչ համարում էիք ամուր, ապա ես ուզում եմ ցես մի բան ասել։ Դու